Տղայից մահից հետո ավելի վատ պայմանների մեջ ընկանք, դեսես թե նես տուն է, որ մի բան ալնում էր, էլի ինքա ձիաձեռից ամեն ինչ գալիս էր, անում էր, սարքում էր, հասնում էր, այս վիճակի չէր տունը։ Մուրադյանների ընտանիքը 5 հոգի, տատը, մայրը և 3 երեխաները ապրում են կոնդում։ Տունը, որտեղ բնակվում են ընդամենը մեկ սենյակ է, որը նրանց համար և ննջարան է, և հյուրասենյակ, և խոհանոց, ձմռանը նաև լվացքատուն։ Իրար կողքի դրված 2 աղջակալին քնում են մայրն ու տարբեր սեռի 3 երեխան։ Տատը քնում է նույն սենյակում դրված բազմոցին։ 4-ս ստեղ ենք, ես ինչպես միշտ այս մասը Թամարիկն է, տղաներս էլ այն մյուսին ոտը գլուխ են քնում, կեսօրս առանձին ստեղ է։ Դժվարություններ եղել են, վաղտ կտուրս փակ չէր, բաց էր, անձրևը գալիս էր, ահավոր վիճակ էր։ Ոչ կարող երեխես դաս սովորեր, ամենտեղ չռում էր, ամենտեղ հոսանքը խփում էր, դե մինչև սենց էլ է։ Մուկել, կռիսել, ինչ ասեսում ենք։ Զուրաբյան նորոգով ենք մենք դիմել, խոստացել է ու էլի ոչ մի բան։ Դրանից հետո եկավ Գագիկ Բեկլարյանը, էլի ինչքան դիմել ենք, նույնիսկ եկել են, տեսել են այդ վիճակին, ահա զանգեր Արմենիայից, բոլոր հեռուստացույցության ստուդիաները եկել են նկարել են ու ոչ մի արդյունք։ Որտեղ մի թիքա բան էի տեսնում, 4 դոշակներս, վերմակներս քանդած, աջալները փռում էին կամ ինչ-որ մեր հագուստներից փռում էի սետկայի վրա, կուճուրվում էինք, այտենց վերարկույով քնում էի։ Ասենք պահ ա եղել, որ հնարավոր չէր էլ պահելու, խնդրում էի հարևանին, հարևանի տունն էլ եմ շատ քն երեխեքիս հետ, մինչև ասենք չորանա։ Իմ երեխեն երևի հենց դրա հետևանքն է, որ իմ աղջիկս երիկամներով պառկեցի վանդանոց։ Վերջերս նրանց հաջողվել է այս սենյակում կանխել մթնոլորտային տեղումների հոսքը։ Դա, ինչպես ասում է Օվսաննա Մուրադյանը, եղել է դպրոցի տնօրենի միջամտության շնորհիվ։ Ու մի օր էլ երեխեքը դասին, էլի նորից նույն վիճակը, ջղայնացա, զանգեցի տնօրենին։ Ասեցի, խնդրում եմ Կիրակյան, մտեք երեխաներից մեկին վերցրեք, եկեք տուն ու տեսեք, որ դուք 3 աշակերտ ունեք դպրոցում, ու տեսեք այդ 3 երեխան ինչ պայմաններում են ապրում։ Մանվելիկին վերցնում է ու անմիջապես գալիս է։ Դեռ ինքը տունը չմտած, մատ դրանն էլ կպցրեց, այդ րոպեին տոկնել իրան խփեց։ Էլ չէր կարող առաջ գար, ասեց եւ իմ ես 3 աշակերտներ այս պայմաններում են ապրում։ Ու հարցրեց, դիմել եք թաղապետարան, որտեղ իրան ասեցին։ Ու տնօրենի գալուց գնալուց մի քանի օր հետո ինքը թաղապետարանում ամեն հարցը լուծել էր։ Ու դրամը տվեցին։ Ուրեմն պետք է ես չեմ հասկանում, ընկերատյանը պետք է հասներ ընդեղ այդ կանտանջվեր ու ինչ-որ ապացույցներ բան, որ նոր հիմա տուներիս վիճակին մի քիչ նորմալանար։ Մարգարիտը մասնագիտության բժշկուհի է։ Կրթությունը ստացել է Ռուսաստանում։ Տրամվայի հավաքակայանի բուժքույրն է եղել։ Տրամվայի Երևանում իբրև փոխադրամիջոց վերացնելուց հետո մնացել է անգործ։ Հետո ծանոթներից մեկը ասեց մի հատ օբյեկտում մաման կուզես լվանաս, ասի խի չեմ ուզում։ Արդեն այն բան էր, որ պետք է այդ տրամվայը փակեին, այդ խոսակցությունն էր, ես էլ չէի ուզում առանց անգործ մնայի։ Հետո գնաց այդ օբյեկտը, այդ ռեստորանը, ունդեղ ինձ շատ լավ ընդունեց տնօրենը, այդ մեր շեֆը, ու ուտեղ էլ աշխատեցի աման լվացող։ Աման լվանալու համար նա ստանում է օրական 1000 դրամ։ Դրանով ինչ-որ հարցեր կարողանում էր լուծել, բայց որոշ ժամանակ անց ռեստորանի անձնակազմը փոխվում է և Մարգարիտը կրկին մնում է անգործ։ Ներկա մոմենտում ես չեմ պատկերացնում, որ կարողանամ այս երեխաներին ընտիր տան մեջ մեծացնեմ, ընտիր հագցնեմ, ընտիր կեսցնեմ։ Ես չեմ հավատում։ Կարող է հետագայում տարիներ հետո իրանք մեծանան, իրանց ստեղծեն ամեն ինչ։ Դե հիմա անեցա, որ հազիվ հասցնում են կուտելու։ Նոր տարին այս տանն անցնում է աննկատ։ Տոնածառ գնելու հնարավորություն չկա, դնելու տեղ էլ չկա։ Մարգարիտը սակայն ամեն ինչ անում է երեխաներին մանկության այդ հաճույքից չզրկելու համար։ Չեմ արել, ճիշտ ասած, ինձ խաբելով էլ երեխեքին կոնֆետ թխվածք տենց։ Կամ գնացել եմ, ասենք, պապայինց տուն։
երեխեքին վերցնում էի, գնում էին դեր։ Որ գոնե երեխան իրան լավ զգար էլի։ Անցյալ տարի ես ճիշտն ասած մի թեթև նշել եմ։ Անգամ իմ երեխաներիս նվերներ եմ առել։ Ճիշտ է, մեծ չեմ առել, բայց դե խաղալիք առել եմ էլի, մեծ խաբելով, որ ծմեր պապին այրանց բերեն։ Մուրադյանների համար ներկան չի տարբերվում անցյալից, իսկ վաղն այսօրվա շարունակությունն է։ Նրանք լավ բան չեն սպասում ոչ մի տեղից, որովհետև կարծում են, որ հիմա բոլոր մարդիկ կենտրոնացած են սեփական հոգսերի վրա։ Հիմա դժվար։ Հիմա չեն կարա։ Էդի ես ինչ ունևորները պետք է լինեն, որ տեսնեն կողքերին, օգնեն, բայց ցենց օրինակ իմ կողքի հարևանությունը ինչ օգնեն։ Ինձ իրանք հազիվ ծեր մատեմատիկան իրանց են հասցնում, ոնց օգնեն։ Մեկը ես էլ հարազատ ունեմ, ես ինքս կարամ մեկին օգնեմ, ոնց ինձանից նեղանամ։ Ես օրինակ թեկուզ մի փոքրիկ աննշան լավություն էլ ինձ անեն, ես գնահատում եմ շատ մեծ ադարեն համար։